21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում առավոտյան ծրագիրը։ Մոտակա 1 ժամը մենք լինելու ենք եթերում, ունենալու ենք հյուրեր, լսելու ենք լավ երաժշտություն, լիցքավորվելու ենք օրվա համար եւ պլանավորելու ենք օրը։ Այնպես որ այս պահին լավագույնս առաջարկում եմ գնանք ընդհատվենք տեսահոլովակով, արթնանանք, վերադառնանք եւ շարունակենք մեր հաղորդումը։ Գնացինք։ Դե ինչ արթնացանք, վստահ եմ վերադարձանք, իհարկե, եւ ժամանակն է շարունակելու մեր այսօրվա ծրագրի ընթացքը, չփոխեք հեռուստահալիքը, շատ հետաքրքիր է լինելու, մենք լավ հյուրեր ենք ունենալու։ Բայց օրը լավ կազմակերպելու համար պետք է իհարկե նաև ընտրել թե ինչպիսի հագուստ կրել։ Իսկ այն լավագույնս իրականացնում է մեզ մոտ ավանդաբար քվիսցին իր խորհուրդներով։ Գնանք ընդհատվենք, այս պահին դիտենք քվիսցի, վերադառնանք։ Բավական է կրել նման ջինսեր։ Նեղ ջինսերը, որոնք բարակ կտորից են եւ հիշեցնում են լեգինսեր, slim fit, անտի-տրենդ են։ Դրանք տեսողական առումով էժան եւ անպիտան տեսք ունեն։ Ավելի լավ է նախընտրել խիտ կտորից ուղիղ ձևացքով ջինսեր, որոնք չեն փչացնի ձեր կերպարը։ Իսկ դուք սիրում եք նման ջինսերը կեդերի հետ համադրել։ Վերադարձանք։ Վստահ եմ, որ իհարկե ինչ որ մի այսօրվա խորհուրդ ձեզ օգտակար եղավ եւ դուք ձեր զգեստապահարանում կգտնեք այն, ինչ քվիսցին խորհուրդ տվեց։ Բայց էլի նորից լավ արթնանալու եւ լավ տրամադրություն ունենալու համար ասում եմ, որ պետք է մարզվել, պետք է ունենալ լավ կեցվածք, որպեսզի հոգին լավ աշխատի, ասում են առողջ մարմնում առողջ հոգի կա։ Եվ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրերին։ Իսկ հյուրերին ներկայացնելու համար այս պահին իհարկե ես ուզում եմ մի հետաքրքիր նյութ ձեզ ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես մեր երկրում, ինչպիսի ռեկորդներ են սահմանվում։ Եվ այսպես Հայազգի ուժային մարտիկներ Յուրի եւ Արթուր Սակունցները նոր էջ են բացել համաշխարհային ռեկորդների պատմության մեջ, սահմանելով բացառիկ նվաճումներ։ Նրանց ուղղաթիռ քաշելու անհավանական ուժային ցուցադրություններ են իրականացնել։ Եվ այդ կապակցությամբ մեզ մոտ այս պահին հյուր է բռնցքամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, ուժային ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի 20-ակի ռեկորդակիր, աշխարհի 8-ակի ռեկորդակիր Յուրի Սակունցը։ Շունչս կտրվեց։ Բարի առավոտ, Յուրա ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ եմ։ Ինչ եք մենակ, եղբայրը վա ուր է։ Եղբայրը իմ հավաքների է ծանոթանալու մարզումների, քանի որ մենք պատրաստում ենք շատ կարևոր նոր ռեկորդի, նոր մենամարտերի, այս անգամ ես մենակ կլինեմ։ Ճկույտով դուք եք քաշել այդ ուղղաթիռը։ Այո, ես չեմ։ Մի հատ կարելի է ասենք ճկույտի տակ։ Պատկերացնում եք ժողովուրդ, ասենք, էս ինչ ուժ է։ Յուրի ջան, ինչպես գնանք հետ, հա, ինչպես բացահայտվեց, որ դուք եւ ձեր եղբայր ունեիք նմանատիպ, հա, ոչ սովորական մարդու համար, հա, գերբնական այդ ուժի ունակությունները։ Գնանք հետ ու պատմենք դրա մասին։ Շնորհակալություն, լավ հարց տվեցիք։ Այո, մենք մանկուց զբաղվում ենք սպորտով 6 տարեկանից։ Սկզբից զբաղվել ենք ազատ ոճի ըմբշամարտով, երկուսս էլ մոտ 10 տարի։ Այնուհետև հետաքրքրեց պատահական, երբ որ հեռուստատեսությամբ տեսանք, որ մարզիկները ռեկորդներ են սահմանում Գինեսի, հետաքրքրեց եւ փորձեցինք նաեւ մենք էլ փորձենք նաեւ այդ ասպարեզում եւ մենք էլ կարողանանք ռեկորդներ սահմանենք։ Եվ առաջի ռեկորդը, որ ես տեսել եմ, գերմանացի մարզիկը հենում ծալում վարժություններ անում, ժիմը, այսպես ասած, 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա, 1 րոպեում 47 անգամ։ Պարապեցինք մոտ մի ամիս ու արդեն ես կատարեցի 1 րոպեում 53 անգամ ժիմ։ Ու այդ օրվանից սկսեցինք ռեկորդներ սահմանել։ Պատկերացրեք առաջի երկրորդ ռեկորդս որ եղել է, ճկույն մատով քաշել եմ 3 տոննա քաշ ունեցող մեքենա։ Քան տարեկան եք եք։ Այդ ժամանակ 17։ Բայց նախավերջի ռեկորդը, որը եղավ անցած տարի, պատկերացրեք ճկույն մատով քաշել եմ 60 տոննա, այսինքն 3 տոննա եւ 60 տոննա, այսինքն մոտ 10 տարի մարզվել ենք, պրոգրեսը, պատկերացրեք ինչքան ծանրաբեռնված մարզվել ենք, որ կարողացա 60,000 կիլոգրամ։ Ես 65 կիլո եմ։ Երևանի մետրոպոլիտենի մետրո 2 վագոն եմ քաշել, ճկույտ մատով։ Եվ դա եղել է Հայաստանի եւ աշխարհի ռեկորդ։
Այ Յուրի, սկզբից քեզ մոտ, հա, այդ բացահայտվեց, հետո եղբորդ մոտ ինչպես եղավ, բա, այդ Ես, այո։ Հետո եղբայրը քեզ տեսավ, որ դու ուժեղ ես, զբաղվում ես ու ինքն էլ նախանձեց, հա, ասենց ոնց որ ուզեցավ, որ գա ինքն էլ անի, ասի հիմա տես, ես էլ ճկույտով չեմ քաշի, ես էլ կփչեմ, ասենք, չգիտեմ, ուղղաթիռ կբարձրանա օդ։ Հա, ես սկզբից ես եմ արել, ինքը ճիշտ է տեսավ, ցանկություն առաջացավ, դե երբ որ կա նպատակ, կա ցանկություն, ես էլ փորձեցի օգնեմ, օժանդակեմ, որպեսզի իհարկե ինքն էլ փորձի, փորձը դե ստացվեց։ Իհարկե շատ դժվարությամբ, շատ ավելի երկար պարապմունքներ, ավելի ծանրաբեռնված, բայց ստացվեց։ Բայց ինքը ոչ թե ճկույտ մատովանում, այլ ատամներով։ Ինքը բանակում է սահմանել ռեկորդ ծառայության ժամանակ։ Այսինքն ատամներով քաշում։ Այո, ատամներով 4 հատ մեքենա իրար կապած 13 տոննա քաշ ունեցող մոտավոր քաշեց։ Այնուհետև բանակից հետո արդեն մեկ ձեռքով 120 տոննա վագոն գնացքի։ Դե ինչպես նշեցիք, 10 օր առաջ արդեն ատամներով քաշեց ուղղաթիռ եւ ամենավերջի ռեկորդը, որ սենսացիոն էր, մի քանի օր առաջ արդեն 100 տոննա քաշ ունեցող կրան քաշեց պատկերացրեք, կրան, այո, կրունկը, ահա 100 տոննա 100 տոննա, այո։ Այ այդ ռեկորդները, որոնք որ դուք սահմանում եք, հա, ինչպես է լինում։ Դուք նախապես նայում եք, հա, աշխարհի ռեկորդների ցանկը, ընտրում եք ամենաառավելագույնը, այսինքն ով է արել, եւ դրա հիման վրա պատրաստվում եք։ Այո, լինում է նաեւ տենց, որ մենք նայում ենք, թե ովքեր են տենց ուժային վարժություններ կատարել, քանի որ ռեկորդները դա միայն ուժային չեն, ուժային վարժություններով չեն սահմանափակվում։ Իհարկե ուժայինով չեն։ Մարդ կա, որ պերաշկի է ուտում 10 հատ կամ փուշիկա տարակացնում, դրանով էլ է ռեկորդ։ Բայց նայում ենք, հա, լինում է դեպքեր, օրինակ հենում ծալուն վարժությունի ժիմը կամ պտտաձողի վրա ժիմ, եղբայրս 1 րոպեում 53 անգամ արեց, պատկերացրեք 1 րոպեում տուրնիկի վրա 53 հատ ժիմ, թուրքին շրջանցեց։ Լինում է նայում ենք, լինում է որ մենք ենք հորինում, այնպեսի վարժություններ, որոնք որ դեռ չկան։ Դեռ չեն եղել, այնպեսի ռեկորդներ, որոնք չեն եղել։ Դա նույնպես գրանցվում է որպես ռեկորդ, որը որ դեռ չեղել, մենք ենք առաջին անողը։ Սկզբից ոնց եք անում, Հայաստանում եք նայում ինչ կա, այդտեղ եք անում, հետո նոր շարունակում եք աշխարհը, թե միանգամից աշխարհը արդեն միանգամից աշխարհը ժամանակին դե որ երբ որ ավելի փոքր էինք տարիքով, այն ժամանակ դեռ անում ենք Հայաստանում։ Հայաստանի մակարդակով էինք անում, բայց հիմա արդեն միանգամից անում ենք աշխարհ։ Իդեպ ասեմ, որ մենք արդեն հիմնադրել ենք Սակունց համաշխարհային ռեկորդների գիրք, որ մարզիկներին գրանցում ենք այդ գրքում։ Այսինքն հիմա Հայաստանում կա 7000 գրք։ Այո, որտեղ որ գրանցվում են Հայաստանի մարզիկները, ռեկորդներ են սահմանում, իսկ հիմա արդեն կա Սակունց համաշխարհային ռեկորդների գիրքը, որը որ ոչ միայն Հայաստանի մարզիկներին է գրանցում, այլև ամբողջ աշխարհի, այսինքն ինքը համաշխարհային մակարդակի գիրք է։ 3 տարի արդեն գործում է այդ գիրքը, պատկերացրեք կան տասնյակ մարդիկ, որ արտասահմանցի արդեն գրանցվել է մեր գրքում ու փորձում ենք զարգացնել։ Որտեղից առաջացավ գաղափարը այդ գրքի ստեղծելու, ինչ նպատակով, դա օրինակ ասենք, դե բնական է ձեր անվան հետ կապ ունի եւ այլ, դուք որպես համաշխարհային բազմակի ռեկորդներ սահմանված, բայց ինչպես եղավ գաղափարը, որ օրինակ ասենք համաշխարհային ռեկորդների գրքից բացի լինի նաեւ Սակունց։ Այո, տեսեք, գաղափարը նրան էր, որ Հայաստանում կա 7000 գիրք, բայց մարզիկները, ովքեր որ ուզում են գրանցվեն համաշխարհային ռեկորդների գրքերում, մի քիչ ավելի դժվար է այդ process-ը, մենք փորձեցինք ավելի հեշտացնենք, մեր շնորհիվ ավելի արագացնենք։ Հիմա տեսեք, աշխարհում կա բազմաթիվ համաշխարհային ռեկորդների գրքեր տարբեր անուններով։ Ինքը Գինես համաշխարհային ռեկորդների գիրք, ուղղակի անունն է Գինես։ Ինքը ավելի Լոնդոնում է գործում, ավելի հանրաճանաչ է, քանի որ ինքը վաղուց է այդ գիրքը։ Ու նմանատիպ կա, ասենք, տարբեր անուններով համաշխարհային գրքեր, որոնցից մեկը մեր Սակունց համաշխարհային ռեկորդների գիրքն է։ Այ Յուրի, այս պահին առաջարկում եմ, քանի որ ունենք հիմա հեռուստադիտողը վստահ եմ, որ այսպես շունչները պահած նայում են, Յուրիին պատկերացնում են մի ճկույթով, հա, այսպես ինչ որ այդպիսի գերբնական վիճակում հայտնվել, մենք ունենք իհարկե տեսանյութ։ Եվ առաջարկում եմ այս պահին դիտել տեսանյութը հեռուստադիտողին մեզ նաև եւ վերադառնալ ու շարունակել մեր զրույցը։ Գնանք տեսանյութ համաշխարհային ռեկորդ։ Давай ախպերը ստանելու ես։ Բել։ Գնաց։ Բել, էլի։ Давай գնաց։ Էլի բել։ Բել, էլի։ Բել։ Տարա, գնաց։ Գնաց։
Էլի բեր, յուր, էլի բեր։ Էլի բեր։ Բեր ախպերը։ Գնաց։ Լավն է, ապրես։ Դե կարանք ֆիքսել մատից, որ սենց մնաց, որովհետև շատ մարդիկ ասում են, էսի հեշտ է, բայց նայեք, անկե նայեք, սենց մնաց մատս իրականում, պետք է այն մարդկանց համար, ովքեր որ կան, մարդ կան մեր ազգի մեջ, որ տենց անհավատ մարդիկ, որ հեսա կսկսեն անկապ բաներ խոսալ, բայց նայեք, շատ դժվար էր, հիմա հարցեր կտակ, ես կարող արդեն գիտեմ ինչ հարցեր տալ։ Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին, Արաբոց ջոկատի մեր քաջարի մարտիկներին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին իմ կողքին։ Այս հաղթանակը մենակ իմը չի, այն պատկանում է իմ ազգին, որով ընդգծում եմ ազգային միասնությունը պահպանելու և հայ ժողովրդի կողքին լինելու կարևորության մասին։ Շնորհակալություն։ Давай, գնաց։ Արի, փոքել ես։ Գնաց, փոքի։ Ոտերով։ Իչներքև արդ։ Գնաց։ Աչ արի, այդ է, լավ, արի, իչելի։ Գնաց։ Այդ է իչներքև։ Давай, Տարա։ Եկա։ Բերի, давай. Եկա։ Դեպքում իգ ավելի դժվար է, հա, խոսելու խնդիր կունենաք։ Ես ասում եմ։ Հիմա ասեմ, որ անչափ շնորհակալ եմ Աստծուն։ Ես անելուց առաջ էլ ասեցի, որ հոգեբանորեն պատրաստվում եմ միայն Աստծո շնորհիվ։ Իմ եղբայրը Յուրի Սարգսյանի օգնությամբ հարց չկա, իմ աղբերների, իմ ընկերների սաղի օգնությամբ, բայց իմ խոսքն է, ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Առանց Աստված ես ոչ մեկ եմ։ Փառք Աստծո կամքով կատարեցինք նոր Գինեսի համաշխարհային ռեկորդ։ Բոլորս ականատես եղանք։ Այս ռեկորդը ես նվիրում եմ միջև այս պահին պատերազմին մասնակից և զոհված իմ աղբերների համար, բոլորիս Աստված պահապան ու հայ ազգի լավ մարդկանց համար։ Վերադարձանք իհարկե բոլորս լիցքավորվեցինք ու կարծում եմ տանը հիմա ինչ որ մեկը երևի փորձում է ճկույտով բասկաթոռը բարձրացնել կամ չգիտեմ ինչ որ մի բան անել, բայց այնուամենայնիվ սիրելի հեռուստադիտող խորհուրդ չեմ տա, որովհետև կարող եք ձեզ վնասել եւ հետո ձեր տանը կարիք կլինի շտապօգնություն կանչել։ Այնպես որ այս ամենը, այս հնարքները անելու համար պետք է երկար տարիներ մարզվել, պատրաստվել, որպեսզի կարողանալ հաղթահարել եւ իհարկե չվնասել նաեւ շատ կարեւոր է սա։ Այ
Յուրի, ինչ արխիվում ինչ է սպասվում մեզ, հա, եւ ինչպիսի ռեկորդներ ենք մենք ուզում սահմանենք։ Շատ լավ հարց տվեցիք, տեսեք, արխիվում մենք ունենք շատ կարևոր մենամարտ, որտեղ ես մենամարտելու եմ ադրբեջանցի մարզիկի հետ։ Դուք սկզբում նշեցիք, որ ես բռնցքամարտիկ եմ, պետք է բռնցքամարտի առաջնության եմ գնալու։ Դա ինչ առաջնություն է։ Դա լինելու է 12 ռաունդանոց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնություն, որտեղ ես պետք է պաշտպանեմ WBO աշխարհի գոտին, վարկածով ես դեկտեմբերին դարձել եմ WBO աշխարհի չեմպիոն։ Հիմա պետք է այդ գոտին պաշտպանեմ եւ եւս մեկ գոտի խաղարկվելու է այդ ժամանակ միջազգային պրոֆեսիոնալ բռնցքամարտի գոտի է խաղարկվելու եւ պետք է մենք այդ գոտիներով հետ վերադառնանք Հայաստան։ Հիմա շատ ծանրաբեռնված մարզումներ ենք իրականացնում։ Իմ համար սա շատ կարեւոր է, որտեղ սա ոչ միայն ռինգում մենամարտելու եմ, ոչ միայն սովորական մենամարտը, այլ մենտ ազգային հարց է իմ համար սա, քանի որ իմ հաղթանակները միայն իմը չի, իմ հաղթանակները պատկանում են իմ ազգին, որով ես ընդգծում եմ մեր ազգային միասնությունը պահպանելու եւ հայրենիքի մասին հոգ տանելու կարեւորության մասին։ Ու կուզենամ նշեմ ամենակարևորը, որ շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր որ իմ հետ են, իմ հայրենակիցներին, բոլորին, ովքեր ինձ ողջևորում են, լինում է պատահական դրսում որ ես տենում եմ, շատ մարդիկ, որ ինձ չեն ճանաչում, էլի։ Ես չեմ ճանաչում, իրանք ինձ ճանաչում են, մոտենում են, ողջևորում են, ասում են Յուրի ջան, սպասում ենք այդ մենամարտին, ու դա ավելի պարտավորեցնող ինձ, ավելի պատասխանատու եմ լինում, որ ես կարողանամ ավելի լավ հանդես գամ։ Բայց ամենակարևորը տեսեք, կողքի շատ հեշտ է երևում ամեն ինչը, որ ես մենամարտերին շետ արագ պատրաստվում ենք, պրոստը ֆիզիկական չէ։ Բացի ֆիզիկականը մեզ անհրաժեշտ է նաև ֆինանսական։ Մեզ ֆինանսներ ենք մենք ծախսում այս մենամարտերի առաջ։ Կուզենամ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը Արաբոյի Սարգիսին, ով հիմա Ամերիկայում է եւ իմ կողքին է, ով շատ հայնասեր, այո, Արաբո, այո, իմ շապիկի վրա գրած է, Արաբոյի Սարգիսը մեր քաջարի մարտիկներից է, Արաբոյի ջոկատից, ով միշտ աջակցում է մեզ, որպեսզի մեր հայրենիքը ավելի լավ հավուր պաշարժի ներկայացնենք ամբողջ աշխարհում։ Մենք ինչպիսի հայրենիներ ունենք, էլի նվիրյալներ, որ ապրում են մեր սահմաններից դուրս ու Յուրի ջան ողջունելի է, որ դա կլինի արվեստ, սպորտ, թե ցանկացած ոլորտ, որտեղ որ աշխարհին մենք կարող ենք ներկայանալ, իրենք ֆինանսապես է, հոգեպես է, չգիտեմ, տարբեր վիճակներում, երբ որ կարողանում են օգտակար լինել հայրենիքին, սա շատ գովելի ու կարևոր է։ Եվ իհարկե շնորհակալություն մեր հայրենիներին, շնորհակալություն, այո, նմանատիպ կարևոր ձեռնարկումներին, իհարկե աջակցություն ունենալու համար։ Շնորհակալություն նաև քեզ, որ պատվով ներկայացնում ես մեր երկիրը։ Յուրաքանչյուր քո, այսպես ասած, նախաձեռնություն մեր երկրի համար պատիվ է, որովհետև հաղթանակով է Փառք Աստծո պսակվում մենակ էլի, այսպես ասենք, ու քեզ մաղթում ենք ուժ, կորով, այն ասում են բազուկներիդ զորություն, մտքիդ ամենակարևորը իմաստություն, որ կարողանաս գնաս, կենտրոնանաս, որտեղ հոգեբանորեն էլ մարզիկի համար շատ կարևոր է տրամադրվելը։ Առաջինը դուք հոգեբանորեն եք տրամադրվում, հետո նոր սկսում եք մարզել մկանները եւ այլն։ Ճիշտ է, ես սպորտսմեն չեմ, բայց մոտավորապես գիտեմ դրա մասին շատ բաներ։ Եվ կարողանաք իհարկե հաղթանակներ բերել։ Անկախ նրանից, թե ինչպիսի արդյունք կունենա, հա, ես վստահ եմ իհարկե, որ դուք հաջողելու եք եւ վերադառնալու եք հաղթանակով, պաշտպանելու եք եւս մեկ, այսպես ասած, գոտի, եւս մեկ աստիճան, հա, այդ գործի մեջ, բայց կարևորը որ ձեր ոգին հայկական է ու դուք հայի տեսակը պահող եք։ Ձեզ լավ եմ մաղթում։ Շնորհակալություն ձեզ։ Լավ մարզումներ։ Ձեզ ոչինչ թող չխաթարի։ Մենք էլ էստեղից եւ մեր հերոստատիտողը եւս մենք բոլորը ձեռքերներս այսպես պահած աղոթում ենք եւ էներգիա ենք ուղարկում, որ գնաք ու հաղթեք ձեր։ Շնորհակալություն, ապրեք։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ ձեր առավոտը կիսելու համար մեզ հետ։ Լավ եղեք եւ շնորհակալ եմ, լավ եղեք։ Սիրելի հերոստատիտող, այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Հաղթանակը յուրաքանչյուրիս կյանքում, դա կլինի ընտանիքում, հայրենիքում, թե ինչ որ մի կետում, եթե նշանակություն ունի, դա ուժ է։ Իսկ ուժը զորացնում է յուրաքանչյուր ազգին, մարդուն, ժողովրդին, որպեսզի ունենան հաջողություններ, ել ավելի առաջ գնան եւ կարողանան այս վայրի վերումներով աշխարհում իրենց գոյը պահպանեն, իրենց տեսակը։ Այսօր
մեր հյուրը իհարկե մի հրաշալի երիտասարդ էր, ով որ միայն հաղթանակներ է բերում մեզ։ Լիցքավորվեք հաղթանակներով եւ ձեր հայրենիքի, ձեր ընտանիքի համար ունեցեք միայն նվաճեք հաղթանակներ։ Ձեզ բոլորիդ լավոր եմ մաղթում, իրար նաեւ հարգեք, որպեսզի հաղթեք։ Մնացեք բարյավ։